Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Գործընկերներ, շնորհակալություն այս քննարկումը կազմակերպելու համար։ Երկու մասից ներկայացնեմ, առաջինը ներկայացնում կպատմեմ, երկրորդ արդեն քիչ ավելի իրավական վերլուծություն կիրականացնեմ։ 2012 թվականին Կառավարության կոմիտեի նիստում քննարկվում էր բնակչական ենթակարգը, այսինքն վարչական ակտերը ոչ պետք է բնակչական, որովհետև եթե հիշեն, ովքեր ավելի դրան նախկին ժամանակահատվածում աշխատել են, վարչական ակտերի բնակչական հայցատեսակ կար, այսինքն կար 4 հայցատեսակ, որոնք ներկայացնում էին մասնավոր անձինք և մի հայցատեսակ, որ վարչական մարմինն էր ներկայացնում, որպեսզի բնակչությունը կատարվի, եթե կամավոր չկատարվեր։ Քննարկվեց, մոդելը ներդրվեց, երկրորդ կեսում դրան անդրադառնամ, ու հաջորդ բրեքի նախագիծը, որը քննարկում է ինքնավար մարմիններից մեկն է ներկայացրել, որի շրջանակներում նախատեսում է կասեցման ինստիտուտների մերժում է։ Միաժամանակ գումարականացնել, հետո գնացել բողոքարկի։ Կառավարության անդամները հաստատեցին, ասեն ապրել նոր քննարկեցին բոլորի համար նախատեսեցին, հանրական մոդելի շեղում է, համապատասխան ներկայացուցիչը անունը չասեմ, ասեց բարավարչով, ասել բողոքարկում են, գնում են տարան, որը սպասում են, որ պետք է ասի դերում այլ ժամանակ են զրկում, հետո են վճարում, հետո հաղթում են ու չեն վճարում։ Հիմա մոտավորապես այս վիճակն է, այսինքն վերեք գումարը բռնականենք 80%-ից, որպեսզի հետո այդ 80%-ին վերադարձնենք 100% բաց տանենք։ Շատ պարզ սխեմայի մասին խոսքը գնում, բայց նույնիսկ այս փոփոխությունը, սա ուղղակի մոտեցում եմ ուզում պատկերացնել, այսինքն վարչական մարմինները միշտ համոզված են, որ իրենք ճիշտ են գործում, նորմալ համոզմունք է, չեմ ասում, որ դա պետք է հակառակը լինի։ Եթե վարչական մարմինը համոզված լինի, որ ինքը սխալ է գործում եւ վարչական ակտայացնի ինչ-որ մեկին պատասխանատվության ենթարկելու, դա դրել է արարք։ Հիմա ինքը պետք է համոզված լինի, ինքը գտնի, որ ինքը ճիշտ է իրականացրել, բայց կա դատարանը, որ պետք է վերանայի եւ որոշում ընդունի, այո, ճիշտ է տեսնալ։ Հիմա ինչ խնդիրների հետ ենք դուրս խնդիր ունենալու։ Առաջինը հայցի ապահովման միջոցը ինչի չի բավարարում այս նպատակներին։ Հայցի ապահովման միջոցը ունի պայմաններ։ Պայմանական, եթե հարկային հետուգաները հարուստ կազմակերպության եւ հետուգանքը վճարելը չի առաջացնում ծանր հետևանքներ, ապա հարուստ կազմակերպությունը պետք է վճարի։ Այ եթե հետուգանել ենք ավելի փոքր կազմակերպության կամ ֆինանսական մի քիչ ավելի ծանր վիճակում գտնվող կազմակերպությամբ, այդ ժամանակ կարելի է քննարկել, արդյոք ծանր վիճակում կհայտնվի թե չէ։ Եթե ճանապարհային ու բարեկային ծառայությունը տուգանել է համեմատաբար վարվող ֆինանսական վիճակում գտնվող անձի, այլ լավ է, թող ինքը վճարի։ Այ եթե ինքը փող չունի ընդհանրապես, համապատասխանաբար թող չվճարի, հետևաբար մենք գալիս ենք մի հատ իրավիճակի, որ իրականում տարբեր կոնցեպտների մասին ենք խոսում։ Բացի նրանից, որ բովանդակային տարբեր բաներ են կասեցումը եւ հայցի ապահովումը, իրականում հայցի ապահովման կիրառման հիմքեր չկան, ավել հիմք չի դրված ուղղակիորեն։ Մենք ուրիշ անեկդոտներ կարող ենք հիշել, որ ամեն ինչ նույնը մնաց, խստաբանությունն է շատացել, այսինքն դա ենթադրում է հայցի ապահովման միջնորդություն, դատարանի կողմից բավարարում կամ մերժում, բավարարելու մերժելու դեպքում կախված հանգամանքներից բողոքարկելու հնարավորություն, այսինքն էապես ծանրացնում ենք դատարանի ծանրաբեռնվածությունը, էապես բարձրացնում ենք դատարանի ծանրաբեռնվածությունը։ Ինչը էլ ավելի է խորացնում խնդիրից։ Խնդիրը որտեղ է։ Խնդիրը շատ բարձր մի տեղ է։ Դատավորների քանակը պետք է ավելացնել 5 անգամ։ 6 անգամ, 7 անգամ, որովհետև պետության պարտավորությունն ապահովել ողջամիտ ժամկետում դատական պաշտպանությունը։ Կարող է պետք չի 7 անգամ ավելացնել, պետք է վարչարության որակը բարելավել, որ այս քանակի գործերը չգնան դատարան եւ համապատասխան դատարանում չբողոքարկվեն, բավարարվեն դրանից հետո առաջացող հետևանքներով։ Որովհետև ինչ է ասում պետությունը նոր նախագծով, ասում է շատ պարզ բան, ասում է դատական process-ը տևում է արագ, դանդաղ այլերողություն տևում է դանդաղ երկար, ով պետք է կերի այդ ռիսկը։ Ասում ես չեմ ուզում կերել, դու կերեք այդ ռիսկը։ Չնայած պարտավորությունը նենց անելու, որ դա երկար չտևեր իմ վրա է։ Պետությունը ասում է, ես պետք է ապահովեմ, որ ողջամիտ ժամկետում գործը քննվի, բայց ես դա չեմ կարողանում ապահովել, ինչ պատճառներով, դե դրա համար դրա ռիսկը դուք կերեք։ Եթե տեսականորեն ընդունենք, որ բողոքարկումները կարող են խնդիրներ առաջացնել, դատական պաշտպանությունը պետք է ուղղակի 2 ամսում, 3 ամսում, 4 ամսում դատական պրոցեսները ավարտի հասցնել, վարչական դատավարության կարգով լրիվ հնարավոր է դա իրականացնել, հաշվի առնելով պաշտոնյա քննությունը եւ վարչական վարույթի շրջանակներում ձեռբերված ապացույցների շրջանակներում գործունեությունը։ Եթե դատարանի վրա է պաշտոնյա քննության կոնցեպտը լայն է, ասենք հրացեքինքորեն երկու բանեջուր բանեք եկեք, այլ ուղղակիորեն այն ինչ որ գրված է օրենքում, վարչական վարույթում չկա նյութը բավարարեցին։
բողոքել, առանց երկար քննարկելու, առանց երկար մանրամասն դիտարկելու։ Որոշ դեպքերում այդպես էլ աշխատում է։ Չկա ձայնագրությունը միանգամից բողոքը բավարարվում է։ Ասենք եթե ձայնագրելով, տեսաձայնագրելով բարույթների մասին է խոսքը։ Եվ վերջին կետը, սա ամենահավեշտալին է։ Այս փոփոխությունը արել են, բայց փոփոխություններ են կիսատ պրատարել։ Որովհետև ես ամենասկզբից որ պատմում եմ պատմությունը, ոնց է, կար վարչական ակտը գնում ենք դատարան, որպեսզի դատարանով բռնականենք։ Ինչի, որովհետև Սահմանադրության 63-րդ հոդվածը նախատեսում է սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես դատական ակտով։ Այս է կոնցեպտը։ Հետո ասենք լավ, ինչ անենք, եթե մարդը ոչ մի գործողություն չի իրականացնում, ստացել է վարչական ակտ, պետական մարմնի ակտ, ունի հնարավորություն բողոքարկելու, որը կասեցի չի բողոքարկում։ Ուրեմն կհամարենք անբողոքարկելի։ Եթե անբողոքարկելի է, ինչ է նշանակում, կարող են գնալ բռնականներ։ Արդյոք սա կհամարվի 60 հոդվածի խախտում, ոչ, որովհետև անձը ունի հնարավորություն դատական կարգով դա բողոքարկելու եւ ինչպես նշվեց գործընկերների կողմից 75 հոդվածի համապատասխան կա գործուն կառուցակարգ է, դա ձևական չի, ռեալ կառուցակարգ կա, որը ապահովում է պաշտպանությունը։ Կդիմենք չի կիրառվի կավարտեմ, ավարտելուց հետո արդեն համապատասխան քննարկման առարկություն առնում։ Ինչ ենք անում փոփոխությունը, փոխում ենք օրենքը, ասում ենք, այ եթե չբողոքարկվեց դարաբան բողոքարկելի, կարանք մտնենք միանգամից հարկադիր կատարման ծառայությունը բռնականներ։ Այս երկրորդ կտորը արդեն սովորեցինք, նորմալ աշխատում է, դեպերեք առաջին կտորը հանենք, եւ բողոքարկելու ժամանակ կարանք չկասեցնենք։ Արդյունքում այս ամբողջ կոնցեպտն է դառնում հակասահմանադրական։ Բայց նախագծի փաթեթի մեջ ոչ մեկը փոփոխություն չի արել, որ անբողոքարկելի չդառած ակտը կարանք բռնականենք, անբողոքարկելի դառած ակտը կարանք բռնականենք։ Իրականում այս փոփոխությունը, կիսասφարած փոփոխությունն է, տպավորություն է հետեւյալն է, մի հատ աշխատակից ասել է, մի քիչ օպտիմալացնենք, ոնց որ 8-րդ մաս ենք արդեն գրում, հետո 9 կարող է գրենք, թվերի քանակը որ մեծանում է, մի քիչ բարդանում է, վերեք տենց անենք, որ թվերի քանակը պակասի, ինչ անենք, քաղաքացիական դատավարության օրենսգրքի ձևակերպումը արտագրենք վարչական դատավարության օրենսգրքում։ Իսկ այդ բացառությունների մի մասը շատ տրամաբանական է, որ ձևավորվել են, եւ ընդհանրապես բացառությունների քանակը, որոնք շատ սպეციფიկ են եւ ընկալելի են, բաց չի պետք է նորմալ դիտարկել, որովհետեւ այդ բացառությունները առաջացել են դեպքեր, երբ որ աշխատանքի ընթացքում հիմնականում գործվող վարչական ակտերի հետ կապված առաջացել են խնդիրներ, այսինքն մեկի համար միջամտողել, ավելի կոնկրետ շինություններն են։ Մեկը վիճարկում է շինությունը, ամբողջը կանգնում է, դրա համար փոխել է մոդելը հայցի ապահովման մոդելի, որովհետև ինքը ունի քաղաքացիական բաղադրիչ։ Երկու մասնավոր անձանց հարաբերություններ կա։ Մնացած բոլոր դեպքերում կասեցումը մնացել է։ Երբ որպես ավարտում, ես ուրեմն հղում անեմ Սահմանադրական դատարանի մի հատ որոշման վրա, որովհետև կա Abstract-ի նաև ՍԴԱՕ 248 որոշմամբ 2020 թվականին Սահմանադրական դատարանը բարույթ ընդունել է մերժել թե կարճել է բողոքը, որի շրջանակներում քննարկվում է վիճակման հայցի ժամանակ բան կիրառելու հնարավորության բացակայությունը, հայցի ապահովման միջոց կիրառելու բացակայությունը եւ ըստ էության Սահմանադրական դատարանը գտել է որ դա խնդիր չի, հակասահմանադրական չի, մի պարագրաֆ ասել եմ ավարտել։ Նշված կարգավորման տրամաբանությունը խոսքը կասեցմանն է վերաբերվում։ Իդիլը սայլի կայանում է նրանում, որ վիճակման հայցի բավարարման դեպքում դատական ակտ ուժի մեջ մտնելով, վիճակվող վարչական ակտը պարզապես կորցնում է իր իրավաբանական ուժը։ Այլ կերպ ասած, նշված տեսակի հայցի բավարարման դեպքում կայացվելիք վարչական վերջնական դատական ակտի կատարումը որպես այդպիսին պայմանական բնույթ է կրում, քանի որ այն չի ենթադրում միջնորդավորված որևէ գործողություն եւ այդպիսով չի առաջացնում կատարման հետ կապված այնպիսի դժվարություններ, որոնք բնորոշ են դասական իմաստով կատարման ենթակա դատական ակտերում։ Ասում ակտը կար, վարչական վիճարկեցի, երբ որ վիճարկեցի այս ակտը, ճանաչեցինք անվավեր, իմ անունը դրեցինք վերացնել, այդ կատարել չկա, չպետք է մի հատ էլ հարկադիր կատարողը կա, այս վերացնելը տանի ինչ-որ շրոտերի մեջ սպասի վերացրեցինք այս ակտը։ Ինքը վերանում է դատարանի ակտի ուժով, իսկ հայցի ապահովման ամբողջ կոնցեպտը արդար դատաքննության իրավունքի մեջ է, որը ենթադրում է, որ դատական ակտը ոչ միայն պետք է կայացվի, այլ նաև պետք է կատարվի։ Քանի որ կատարելու խնդիր վիճակման հայցում չկա ընդհանրապես, հետևաբար չի առաջացնում որևէ անհրաժեշտություն այս դեպքում ունենալ ընդհանրապես հայցի ապահովման այս կոնցեպտը։ Կրկնում եմ, բացառություն են կազմում, եթե մենք դիտարկենք երրորդ անձանց իրավունքներին վերաբերող բարույթները։ Բոլոր այդ դեպքերում, երբ որ խոսքը գնում է պետություն քաղաքացի հարաբերություններին կամ մասնավոր պետություն հարաբերություններին,
առանց որևէ երրորդ անձի մասնակցության, չունենք կառուցապատող, չունենք ապրանքային նշանի իրավատեր, չունենք սպառողը, որ կարող է գա այս անորակ ինչ-որ ապրանքից օգտվի, չունենք հրդեհից հնարավոր կուզող անձը, որ որտեղ կլինի շենքը կփլվի ինչ-որ մարդ կմնացարկը, բոլոր դեպքերում կասեցվում է եւ որևէ խնդիր չի առաջանում։ Հետևաբար կարծում եմ նախագիծը ոնց որ իմ առանձնած առաջին դեպքում պետք է ուղղակի չքննարկվի ավարտվի համի շրջանառությունից եւ համապատասխանաբար կենտրոնանան ավելի օրհասական եւ լուրջ խնդիրների լուծման վրա, որը կա նաեւ վարչական դատավարությունում ամենակենտրոնականը պետք է տևողության կրճատումն է։ Սա ֆունդամենտալ խնդիր է, սրա լուծումը կողքողած, մենք ասում ենք ռիսկը ուղղակի տեղափոխենք, մենք չէ։ Պատկերացնեն տեղափոխեն մասնավոր անձանց վրա, այսքանով շնորհակալություն։